Իրանը և Իսրայելը շարունակել են փոխադարձ զանգվածային հարվածները։ Իսրայելական ուժերը թիրախավորել են Թեհրանը, Մաշհադը, Թավրիզը, Ղոմը, Սպահանը և այլ բնակավայրեր։ Հարվածներ են հասցվել քաղաքացիական օբյեկտներին, Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությանը, Պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների շենքերին, ռազմական, հետախուզական կառույցներին, օդանավակայանների, միջուկային, հրթիռային, նավթավերամշակման ենթակառուցվածքների, նավահանգիստների։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վնասվել է Սպահանի ուրանի վերամշակման գործարանը, սակայն ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկություններ չկան։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Թեհրանում ահաբեկչական գործողություններ են իրականացվել։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեքենաներ են պայթեցվել, ինչի հետևանքով մարդիկ են տուժել։ Խափանվել է ջրահեռացման համակարգը։ Վերջին տվյալով իսրայելական հարվածներից ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 220 մարդ, վիրավորների թիվը հասնում է 1300-ի։ Ըստ իրանական իշխանությունների, տուժածների 90%-ը խաղաղ բնակիչներ են։ Հայտնի է, որ զոհվել են նաև միջուկային ոլորտի գիտնականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և հրամանատարներ։ Տեղեկություններ կան, որ Թեհրանի բնակիչները զանգվածաբար լքում են մայրաքաղաքը։ Իրանն էլ ԱԹՍ-ներով և բալիստիկ հրթիռներով պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին։ Թիրախում են եղել Թել Ավիվը, մայրաքաղաքի արվարձանները, Հայֆան, որտեղ նավթավերամշակման գործարան է խոցվել։ Ըստ իրանական կողմի, հարձակումներ են իրականացվել իսրայելական կործանիչների համար վառելիք արտադրող օբյեկտների, զենքի գործարանների, էներգամատակարարման կենտրոնների վրա։ Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և հարյուրավոր վիրավորների մասին։ Թել Ավիվում վնասվել է ԱՄՆ դեսպանատունը։ Իսրայելի տարածքին հարվածել են նաև հութիները, ինչին ի պատասխան Ցահալը հարվածել է Եմենի մայրաքաղաք Սանային։ Բենյամին Նեթանյահուն հունիսի 15-ին մեկնել է հարվածներից տուժած Բաթյամ քաղաք հետևել փրկարարական աշխատանքներին։ Իրանը շատ ծանր գին կվճարի կանանց, երեխաների և անմեղ քաղաքացիների սպանության համար, և դա տեղի կունենա շուտով։ Մենք գոյաբանական պայքար ենք մղում և կհաղթենք։ Նեթանյահուն նաև կարծիք է հայտնել, թե իսրայելական հարձակումը կարող է հանգեցնել Իրանում իշխանափոխության։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը պետք է խաղաղության գործարքի հասնեն։ Դոնալդ Թրամփը պնդում է, Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նրանք գործարք կկնքեն, այնպես ինչպես ես ստիպեցի Հնդկաստանին և Պակիստանին գործարք կնքել։ Ներկայումս շատ զանգեր և հանդիպումներ են տեղի ունենում։ Ես քրտնաջան աշխատում եմ, սակայն դա երբեք չի գնահատվում։ Բայց ոչինչ, մարդիկ ամեն ինչ տեսնում են։ Կրկին հզոր դարձնենք Մերձավոր Արևելքը։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ինքը միայն կողմ կլինի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի միջնորդի դեր ստանձնել ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում։ Դոնալդ Թրամփը նաև չի բացառել, որ Միացյալ Նահանգները հնարավոր է միջամտի Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը։ Նա շեշտել է, ներկայումս Միացյալ Նահանգները ներգրավված չէ։ Թեհրանից հակադարձում են, ապացույցներ ունեն, որ ամերիկյան ուժերը և տարածաշրջանում ԱՄՆ բազաներն աջակցություն են տրամադրում Իսրայելին Իրանի դեմ հարձակումներում։ Մեր կարծիքով Իսրայելի ռեժիմի ագրեսիան երբեք չէր կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների համաձայնության և աջակցության։ Թեհրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, ըստ որի Իրանը միջուկային զենք չի կարող ստանալ, սակայն եթե այդ փաստաթղթի նպատակը պետք է լինի զրկել Իսլամական Հանրապետությանը միջուկային իրավունքներից, ապա բնականաբար մենք ոչինչ չենք ստորագրի։ Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունն ընդլայնվի, սակայն մենք կպաշտպանվենք։ Իրանի նախագահն էլ հերթական անգամ հայտարարել է, չեն ձգտում միջուկային զենք ստեղծել, սակայն ունեն խաղաղ միջուկային էներգիայի իրավունք։ Մասուդ Փեզեշքյանը նախազգուշացրել է, եթե Իսրայելը շարունակի հարվածները, Իրանի պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի։ Նա նաև կոչ է արել Իրաքին ավելի լավ պաշտպանել երկրի օդային տարածքը, որ այն այլևս չօգտագործվի Իրանին հարվածելու համար։ Իրան-Իսրայել էսկալացիայի ֆոնին Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Էրդողանը հանգստյան օրերին երկու հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքիայի նախագահն աջակցություն է հայտնել Իրանի հետ միջուկային բանակցությունները շարունակելու Վաշինգտոնի գաղափարին։ Էրդողանը դատապարտել է Իսրայելի հարձակումները, ընդգծել դրանք կանխելու կարևորությունը։ Հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները։ Քիր Սթարմերի խոսքով եվրոպական եռյակը համոզված է, որ լարվածությունը պետք է թուլացվի։ Նա աջակցություն է հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին, միևնույն ժամանակ պնդել, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն մասնակցել Իրանի դեմ Իսրայելի գործողություններին։ Արևմուտքում նաև մտավախություն կա, որ Իրանը կարող է հարվածել Մերձավոր Արևելքում արտասահմանյան ուժերին։ Լոնդոնը հայտնել է տարածաշրջան լրացուցիչ ուժեր, այդ թվում կործանիչներ ուղարկելու մասին։ Վաշինգտոնը ևս վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի տարածաշրջանում իր ուժերն ու քաղաքացիներին։ Դիանա Գասպարյան, լուրեր։